Սամվել Կարապետյանը տնային կալանքի մեջ է եւ սահմանափակումները նույնքան կոշտ են, որքան բանտի ժամանակ էր քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես եք վերաբերվում։ Քաղաքական է։ Это որ ասում է ежу понятно։ Это քաղաքական գործ է։ Եվ դա արվում է նրա համար, որպեսզի հակառակորդներին չզոքացնի։ Իսկ գիտեք, որ տնային կալանքի մեջ է ու պայմանները նույնքան սոսկալի են, բարդ են։ Չէ, չգիտեմ, բայց ամենայն դեպս երևի ավելի լավ է տանը լինել, քան թե դա բանում լինել։ Վատ, շատ վատ, կարճ ասեմ։ Իսկ տեղյակ եք, որ տնային կալանքի մեջ է եւ ռեժիմը նույնքան խիստ է։ Երկնքից եմ իջել տեղյակ, չեմ երկրում ինչ է կատարում։ Իսկ ինչու համար է արվում ըստ ձեզ։ Պարզ էլի, պարզից էլ պարզ է։ Տեղյակ եք, որ տնային կալանքի մեջ է։ Հա, տեղյակ եմ։ Կալանքը նույնքան խիստ է, որքան քրեակատարողական հիմնարկում։ Ոնց եք վերաբերում, արդյոք արժեր որ։ Չարժեր, բայց ինչ անենք, ամեն ինչ չի մեր։ Քաղաքական։ Այո։ Իսկ դուք գիտեք, որ տնային կալանքի մեջ է գտնվում հիմա Կարապետյանը եւ պայմանները նույնքան դժվարին են, որքան քրեակատարողական։ Մեն ասատել են։ Չէ, տնային կալանքի մեջ է։ Հիմա տնային կալանքի մեջ է։ Դե ես չգիտեմ, դա արդեն քաղաքականություն է, որը մենք ինքներս չենք կարող հասկանալ ինչ պատճառով։ Այլ որ ասել այլ ձով կանենք, այլ Մեր ձևով կպաշտպանենք եք։ կպաշտպանենք դրա մեջ։ Գիտեք ինչ է, դրա մեջ նենց բարձա, շատ հասարակ բարձ ձև է, այդ մարդ իրա ձև, այսինքն չի նշանակ, որ նա ուզում է, ասենք, իշխանության հասնել, չէ, այն չէ, որ ինքը ուզում է հրահարել ինչ-որ կռիվներ, էլի, չէ, ինքը պրոստա այն ձևը, որ ասենք ինքը համաձայնա խաղաղության, ինքը համաձայնա համերաշխության, այս մարդը ուզում է ազգի որակը բարձրացնի, ես չգիտեմ, ես դա չեմ ընդունում, չգիտեմ, մենք չենք ընդունում։